եթե առաջ կրծքագեղձը կնոջ ուղակի հեռացնում էին, հիմա վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է կրծքագեղձը պահպանել եւ վերականգնել։ Ավելի շատ պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունն է հիմա գերակշռում, քան միկրովիրաբույժները եւ գնալով այդ մասնագիտությունը ավելի քչերն են ընտրում։ Հիմնական պատճառը դա ֆինանսական կողմն է։ Եթե դու ուզում ես շատ մեծ ինչ-որ շատ բան սովորես էլի բժշկությունից, դու այտենց աղետալի իրավիճակների ժամանակ ես սովորում, ցավոք սրտի, բայց այդպես է։ Բժիշկները միշտ էլ շատ արագ կարձագանք են, բուժաշխատողները միշտ էլ շատ օպերատիվ աշխատել են եւ պատերազմների եւ ընդհանուր ժամանակ կովիդի ժամանակ բժիշկներ կային, որոնք օրերով, շաբաթներով տուն չէին գնում, որովհետեւ մյուսները հիվանդ էին եւ փոխարինողները քիչ էին։ Սա մեր ազգին շատ բնորոշ հատկանիշ է։ Բայց նույն ձևով պետք է լինենք նաեւ խաղաղ ժամանակ, որպեսզի երկիր կառուցենք։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք Da Vinci պլաստիկ վիրաբուժության կենտրոնի համահիմնադիր, Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժնի վարիչ, բժիշկ Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանին։ Բարև ձեզ Արմեն Ռաֆայելիչ ջան, շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Ձեր անցած ճանապարհը, ձեր մասնագիտական փորձը շատ ողջևորող եւ ուսանելի է մեզ համար որպես ուսանող, եւ շատ հետաքրքիր է մեզ համար իմանալ, թե դուք ոնց որոշեցիք բժիշկ դառնաք, որն է ձեր ցանկությունը եւ նպատակը բժշկական գալու, ու այդ ճանապարհի դժվարությունները ոնց կարողացաք հաղթահարել։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Միջանկարգ կրթությունը ստացել եմ Կուրբսկայի անվան միջանկարգ դպրոցում։ Այժմ այն կոչվում է Նիկոլա Աղբալյանի անվան դպրոց, որը շատ եմ սիրում, իմ համար դա սրբավայր է։ Մենք ապրում էինք դպրոցի մոտ երկար տարիներ, ու ես ամեն անգամ կողքով անցնելիս այսպես միշտ կարոտով եմ հիշել իմ դպրոցը եւ իմ ուսուցիչներին։ Այնուհետեւ ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան 81 թվականին, ավարտել եմ 86-ին, 87-ին մեկնեցի կլինիկական օրդինատուրա Մոսկվա, 87-ից 89 թվականները օրդինատուրան սովորեցի, այնուհետև ասպիրանտուրա եւս 3 տարի եւ 92 թվականին վերադարձա Երևան։ Որտեղ չէի պատկերացնում, որ կարող է ապրեմ, աշխատեմ այլ երկրում, իմ համար ես ամեն առավոտ արթնանում էի ու երազում էի, երբ կլինի, որ կգնեմ Մոսկվա Երևան տոմսը եւ հետադարձը էլ չեմ գնի։ Եկա 92 թվականի հունիսին, երբ առաջի պատերազմի ժամանակ էր եւ միանշանակ իմ տեղը այդտեղ էր։ Շատ ինտենսիվ աշխատեցինք այն ժամանակ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ Այնուհետև 96 թվականին ամբողջ բաժանմունքով տեղափոխվեցինք առաջին հիվանդանոց, 2 տարի վերանորոգում էինք, 2 հարկ, որպեսզի ստեղծենք լավ պայմաններ մեր աշխատանքի համար։ Եվ 2000 թվականին վերջապես տեղափոխվեցի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ աշխատում եմ մինչև այսօր։ Ղեկավարում եմ այնտեղ բաժանմունք, որը այսօր բավականին մեծ է եւ բավականին ծավալուն վիրահատություններ են կատարվում, ինչպես վերականգնողական, այնպես էլ էսթետիկ բնույթի։ Մոտավորապես 11 տարի առաջ հիմնեցինք իմ գործընկերոջ հետ, Սեյեդ Ղազարյանի հետ հիմնեցինք մեր կլինիկան, Da Vinci կլինիկան։ Նպատակն էր այ փոքրածավալ միջամտություններ, որոնք լինեին բավականին էֆեկտիվ, քիչ տրավմատիկ, որ հնարավորություն տային մարդկանց գեղեցկացնել։ Կան տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս համեմատաբար հեշտ կամ քիչ տրավմատիկ ճանապարհով ստանալ լավ արդյունք։ Եվ մինչև հիմա կլինիկան աշխատում է, կարծում եմ, որ բավականին հաջող։ Գիտեք ինչն է հետաքրքիր ավելի շատ, դուք ոնց անցաք այդ մասնագիտական ճանապարհը, սովորելու ընթացքը ոնցն էր, դե բարձա բոլորս էլ բժիշկ ենք, այդ
ծանր է իրականում անցնում, շատ ենք կարդում, հերթապահում ենք, մանավանդ դուք Մոսկվայում եք սովորել, այդ process-ը, էլի process-ի մեջ դուք ոնց կարողացաք մտնեք ու ինչն էր ձեզ այդքան ուժ տալիս, որ դուք եւ այնտեղ սովորեցիք եւ հետո հետ եկաք ստեղ պատերազմի մեջ, այդ ամեն ինչը ոնց էր ձեր մոտ, էլի։ Ասեմ, որ ուսանողական տարիներին 3 տարի հերթապահել եմ շտապօգնության հիվանդանոցում, երկրորդ վիրաբուժական բաժանմունքում, իմ ընկերոջ հետ։ Երևի չի եղել մի օր, որ մենք բացակայենք այդ հերթապահությունը, նույնիսկ քննությունների ժամանակ մենք պարտաճանանչ եւ իմ առաջին, այսպես ասած, գիտելիքները եւ ունակությունները վիրաբուժությունից, պրակտիկ տեսակետից ձեռք եմ բերել ի շնորհիվ իմ ավակ ընկերների, որոնց հետ մինչև հիմա շատերը ովքեր կան ընկերություն եմ անում։ Այնուհետև ինձ շատ էր հետաքրքրում պրակտիկ աշխատանքը։ Այնուհետև երբ մեկնեցի Մոսկվա, մեկնել եմ որպես ընդհանուր վիրաբույժ, բայց կես տարի հետո փոխեցի մասնագիտությունս, որտեվ պատահաբար մեր հանրակացարանում մի երիտասարդ կար Մոլդավիայից, որը միկրովիրաբուժության բաժնում էր աշխատում եւ այնպիսի բաներ էր պատմում, որ ես ցենց հիացած էի այդ ամեն ինչով եւ խնդրեցի ղեկավարությանը, որ թույլ տան տեղափոխվեմ այլ մասնագիտությամբ։ Իրենք թույլ տվեցին, շատ բարյացակամ։ Մոռացա ասեմ, որ 96 թվականից նաեւ ամբիոն ձևավորեցինք բժշկական համալսարանում եւ ծրագիր գրեցինք եւ սկսեցինք կրթել, ստեղծել պլաստիկ վիրաբույժներ։ Կարծում եմ, որ այս մասնագիտությունը այսօր շատ պահանջված է, ոչ միայն էսթետիկ վիրաբուժության իմաստով, այլ նաև վերականգնողական, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության։ Մանավանդ որ մենք պատերազմող երկիր ենք եւ մեզ հարկավոր են զինվորի կյանքը փրկող վիրաբույժներ, այսպես ասեմ, եւ վերականգնող։ Ոստի շատ ակտուալ եմ համարում այսօր նաև վերականգնողական վիրաբուժությունը։ Շատ ուրախանում եմ, երբ երիտասարդ բժիշկները այսպես սիրահարվում են այդ մասնագիտությանը եւ ուզում են աշխատել, միկրովիրաբույժներ դառնալ, այսպես ասած, չէ, դա մասնագիտություն չի, դա մեթոդ է, բայց իրենք շատ են կան երիտասարդներ, որոնք հրապուրվում են այդ վերականգնողական, մանրակրկիտ գեղեցիկ աշխատանքով։ Իրականում շատ գեղեցիկ է, ես ինքս շատ եմ սիրում այդ ամեն ինչը ու ոնց որ ավելի շատ այդ ցանկությունը իմոց սկսեց շատանալ Արցախյան պատերազմից հետո, երկրորդ 44 օրից հետո, երբ որ այդ պայթյունը եղավ ու երեխաներ բերեցին, ես այդ ժամանակ հիվանդանոցում աշխատում էի ու այդ պայթյունից երեխեքին, որ բերում էին մեր մոտ, նայում իրանց դեմքերին ածխացած լրիվ, աչքերը բաց էր, բայց այդ ժամանակ այդ չգիտեմ ինչ զգացողություն էր, էլի, որ նայում ես այդ մարդը ոնց որ առողջ է, բայց լրիվ ածխացած է, էլի դեմքը սևացած բան, ու այն որ ասում եմ, այս երեխեք ինչ մեղավոր են, էլի, որ այս ամեն ինչի մեջ են ու տենաս իրանք հետո ոնց են վերականգնվելու, ինչ սիրուն կլինի, որ ասենք մենք մեր մոտ Հայաստանում կարողանանք այս երեխեքին ցավոք սրտի պատահարա տեղի ունեցել եւ դու չես կարող դա կանխես, բայց գոնե դրա արդյունքների վերացման համար դու կարող ես ինչ որ քեզնից ինչ որ մի լումա դնել, մասնիկ դնել ու վերականգնել ու տենց այդ երեխու աչքերի մեջ որ նայեցի, ոնց որ sense զգացողություն եղավ, որ ես ուզում եմ որ վերականգնեմ այս մարդուն օգնեմ, որ ինքը վերականգնվի, էլի, որտեվ ինքը մեղավոր չի, որ իր հետ այդպիսի բան է եղել ու կարծում եմ դուք եք այդ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ կյանքեր այդպես փոխել։ Իհարկե, ինչ ասում եք, դա հումանիզմ է, դա մարդասիրություն է իր ամենամեծ ընկալմամբ։ Ցավոք սա շատ է պակասում այսօր աշխարհում, բոլոր տեսնում եք ինչ է կատարվում եւ էլի ցավոք մեր ժողովրդի գլխին շատ դժբախտություններ եկան, ցավոք սրտի։ Կարող է որ ուժեղ լինենք, եթե պատրաստ լինենք, ապա հաղթահարելու նման դժվարություններ, ապա ուժեղ կլինենք նաև։ Միշտ պետք է պատրաստ լինենք։
Ես գիտեք ինչ էի ուզում իմանայի, օրինակ պլաստիկ վիրաբուժության ու վերականգնողական վիրաբուժության առավելություններն ու թերությունները որպես մասնագետ, երբ որ դու սկսում ես աշխատել կամ որպես օրդինատոր, երբ որ դու նոր եկել ես այդ մասնագիտության մեջ, դուք արդեն մասնագիտության ոնց որ ակունքներում կանգնած մարդ եք եւ դուք եք Հայաստանում դպրոցը հիմնադրել, կուզեմ մի քիչ ավելի որպես մասնագետ արդեն այդ կյանքով ապրող մարդ առավելություններն ու թերությունները պատմեք։ Ինչն է լավ, ինչն է վատ մասնագիտության մեջ։ Տեսեք, պլաստիկ վիրաբուժությունը նույն վիրաբուժությունն է, ոչ մի տարբերություն իր բոլոր օրենքներով, պահանջներով, վտանգներով եւ այն բաղկացած է երկու մասից, էսթետիկ վիրաբուժություն եւ վերականգնողական վիրաբուժություն։ Էսթետիկ վիրաբուժությունը հիմնականում ծառայում է բնածին, տարիքային, ձեռքբերովի կամ այլ արտաքին արատները կամ խնդիրները շտկելու նպատակին։ Այսօր շատ ավելի կարելի է դարձել տարիքային փոփոխությունների հետ պայքարը, որտեղ մարդիկ ուզում են միշտ երիտասարդ լինել, եւ այդ մասով էսթետիկ վիրաբուժությունը իրոք չեմ ասի հրաշքներ է գործում, բայց բավականին արդյունավետ կարող է օգնել մարդկանց եւ նպաստել, որպեսզի մարդիկ իրենց զգան առողջ, երիտասարդ, եւ սոցիալական դեզադապտացիայի վիճակում չհայտնվեն տարիքային փոփոխությունների պատճառով։ Վերականգնողական վիրաբուժությունը ավելի շատ նվիրված է էլի բնածին արատների, վնասվածքների, հետ վնասվածքային, ձեռքբերովի ֆունկցիոնալ արատների խնդիրների վերացմանը։ Բայց երկուսն էլ վիրաբուժություն են, այո, եւ նախ մինչև պլաստիկ վիրաբույժ լինելը պետք է լինել վիրաբույժ։ Խնդիրները նույնպես նույնն են, որտեղ բարդությունները, վատ ելքերը, իրենց պատճառահետևանքային կապի մեջ չեն տարբերվում այլ վիրահատություններից առաջացող խնդիրներից։ Շատ հիմքում նույն խնդիրներ են ընկած, այսինքն չի կարելի ասել, որ պլաստիկ վիրաբուժությունը հեշտ է կամ էսթետիկ վիրաբուժությունը դա ինչ-որ քիչ տրավմատիկ է կամ քիչ վնասակար է կամ քիչ վտանգավոր է, ոչ, նույն խնդիրներն են լուծվում, նույն բարդությունները կարող են լինել, նույն սխալները կարող են լինել եւ ամենակարևորն է լինել լավ մասնագետ։ Լավ կրթված մասնագետ։ Իսկ դուք լինելով որպես ակունքներում կանգնած մարդ այդ հիմնադրման եւ ամեն ինչին մասնակից եւ ներկայումս սերունդներ կրթող դաստիարակով մարդ, կուզեմ մի քիչ պատմեք, թե հիմա ինչ հնարավորություններ կան Հայաստանում որպես պլաստիկ եւ միկրովիրաբույժ դառնալու համար եւ արդյոք մենք ունենք կապեր դրսում գնալ վերապատրաստվելու, արդյոք մենք ում հետ ենք համագործակցությունները կան այլ կլինիկաների հետ, ուսանողի համար որպես ուսանող ինչ որակներով պետք է ուշտված լինի, որ ինքը կարողանա դառնալ լավ պլաստիկ միկրովիրաբույժ, այդ մասով մի քիչ ավելի մանրամասն կասեք։ Տեսեք, 1996 թվականից հիմնեցինք պլաստիկ վիրաբուժության ամբիոնը Արտավազդ Սահակյանի հետ եւ սկսեցինք կազմակերպել կլինիկական օրդինատորը, այսինքն կրթել պլաստիկ վիրաբույժներ։ Սկզբում 2 տարի էր դա, հիմա 4 տարի արդեն, որտեղ մասնագիտությունը անդադ աճում է ու զարգանում, խորանում, ծավալներն են մեծանում։ 2005 թվականին ստեղծվեց պլաստիկ ռեկոնստրուկտիվ եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան եւ մինչեւ օրս կազմակերպել ենք 15 միջազգային գիտաժողովներ։ Առաջի գիտաժողովը կազմակերպելուց մեզ շատ օգնեցին մեր ռուս գործընկերները, բայց հետո սահմանները ավելի մեծացան։ Մենք ունեցել ենք մի քանի տասնյակ երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Հարավային Ամերիկայի երկրներից, Եվրոպայից, Չինաստանից, Կորեայից, Մալազիայից, Պարսկաստանից, մի խոսքով շատ բժիշկներ, որոնք կամ աշխատում են պրակտիկ մասում, կամ համալսարանական։ Եվ միշտ հրավիրել ենք այստեղ այնպիսի
մարդկանց, ովքեր տալու բան ունեն մեզ, ումից սովորելու բան ունենք։ Նրանց մի մասը մեր հայրենակիցներն են, որոնք ոնց շատերը մեծ ցանկություն ունեն այստեղ իրենց գիտելիքը բերելու, տարածելու եւ նրանց մի մասը հայնանվեր մարդիկ են, ասեմ ձեզ, ուղղակի պետք է լինի հնարավորություն, պետք է մենք այստեղ ստեղծենք հնարավորություն, բայց այդ մարդիկ կարողանան մեզ կրթել, սովորեցնել, իսկ սովորել միշտ է պետք։ Հետո համագործակցության ընթացքում մենք շատ ամեն անկեղծությամբ եմ ասում, գովասանքի խոսքեր լսեցինք մեր հասցեին, որ մեր վիրաբույժները բավականին պատրաստված են եւ մեր վիրաբույժների աշխատանքները արժանի են դրական շատ բարձր գնահատականի։ Պիոներներից այս մասնագիտության պիոներներից կային մարդիկ, ովքեր ուղղակի հիացած էին մեր աշխատանքներում, երբ մենք երիտասարդ էինք, ցույց էինք տալիս մեր աշխատանքները, մեր արդյունքները, իրենք ասում էին, որ մենք նույնիսկ չէինք կարծում, որ Հայաստանում, այս փոքրիկ երկրում, այսպես զարգացած վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժություն կարող է լինել։ Սա նպաստեց այդ նոր կապերի առաջացմանը, մասնավորապես օրինակ համաձայնագիր ունենք Բարսելոնայի բժշկական համալսարանի հետ, օրինակ։ Եվ մեր երիտասարդ բժիշկները մեկնում են այնտեղ 1, 2, 3 ամսով, եղել է եւ ավել, նրանց հետ աշխատում են վիրահատանում ամեն օր։ Աշխատում ու սովորում են։ Ջավամե Մասյան մեծ ներդրում ունի կցկագեղձի օրինակ վերականգնման վիրահատությունների մեջ, իսկ գիտեք, որ ամբողջ աշխարհում դա շատ ակտուալ է։ Այստեղ էլ արդեն 1 տասնամյակ միգուցե ավել այդ գործը բավականին լավ հիմքերի վրա է դրված, այսինքն եթե առաջ կրծքագեղձը կանաչ ուղակի հեռացնում էին, հիմա վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է կրծքագեղձը պահպանել եւ վերականգնել։ Հեռացնելով, ասենք, գեղձը, բայց պահպանելով մաշկը։ Սա տեխնոլոգիա է, որին արդեն բավական հաջող այստեղ տիրապետում ենք մեր 1, 2, 3, 4 կլինիկաներ այդ ուղղությամբ լավ աշխատում են, որը շատ գովելի է։ Կապեր ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, տարբեր կլինիկաների հետ, եւ մեր բժիշկները նույնպես մեկնում են, ասենք այդ հայտնի բժիշկների հետ աշխատելու։ Ելի համալսարանի հետ մեր ավանգարդ կլինիկայի բժիշկները սովորեցին ու աշխատեցին, մինչև հիմա կապերը պահպանում են Cleveland Clinic-ի հետ համարում է աշխարհի լավագույն կլինիկաներից մեկը, մի շատ լավ հայրենակից ունենք Ռաֆի Գուրունյան։ Ինքն է այստեղ գալիս, մենոնք են գնում այդտեղ երիտասարդ բժիշկները սովորելու, Ռուսաստանի հետ, եվրոպական եւ Գերմանիայի, Ֆրանսիայի հետ լավ կապեր կան, այսպես մասնագետների փոխանակության, երիտասարդ կադրերի ուսումնական այդ process-ների։ Ամեն դեպքում աշխատում ենք ինտեգրվել այդ միջազգային կառույցների մեջ։ Մոտ 1 ամիս առաջ դարձանք կա այդպես համաշխարհային մեծ կազմակերպություն, ISAPS է կոչվում, նրանց անդամ։ Դա նշանակում է, որ մեր բժիշկների համար, ովքեր կմասնակցեն այդ գիտաժողովներին, կլինեն որոշակի արտոնյալ պայմաններ։ Նրանք ունեն լավ ուսումնական ծրագրեր երիտասարդ կադրերի պատրաստման համար։ Աշխատում ենք այդ ուղղություններով, որ հետ չմնանք։ Իրականում շատ մեծ գործ եք անում, այնքան բան եք հանգիստ եք պատմում այդ ամեն ինչի մասին, որ բայց դրա հետևում ես տեսնում եմ, որ շատ մեծ ծավալի աշխատանք է իրականում կատարվում, որը որ իր արդյունքները տալիս է, որովհետև հիմա պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում ես էլ կարող եմ փաստել, որ շատ լավ զարգացած է ու զարգանում է, արագ տեմպերով է զարգանում, ու նաև դա արդեն նաև դրա գաղտնիքներից մեկն էլ ես արդեն իմ համար բացահայտեցի, որ իրականում ահռելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։ Եվ դա մենակ ոգևորող է ու կարծում նաև դրա համար է, որ հիմա մենք շատ ենք ձգտում այդ ուղղությանը։ Իսկ օրինակ, տեսեք, իրականում սա ցավալի կողմ է, բայց դրա մասին ոնց որ շատ ենք խոսում, էլի, որ ավելի շատ պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունն է հիմա գերակշռում, քան միկրովիրաբույժները եւ գնալով այդ մասնագիտությունը ավելի քչերն են ընտրում։ Դուք որպես
մարդ, ով որ այդ ամեն ինչի մեջ է շատ երկար տարիներ, կասեք ինչն է պատճառը, էլի որ ավելի շատ մարդիկ ուզում են գնան պլաստիկը հենց մենակ էսթետիկ պրոցեդուրաների կողմը եւ ոչ բուն հենց միկրովիրաբույժության ու ոնց անենք որ եկող երիտասարդ սերունդը ուզենա ավելի շատ գա միկրովիրաբույժության մեջ խորանա քան պլաստիկ վիրաբույժության մեջ էսթետիկայի էլի հա Լավ հարց եք տալիս, դա մեր ցավն է բոլորիս, եւ ասեմ ձեզ, որ դա միայն Հայաստանում չէ այդպես, ամբողջ աշխարհում այս տենդենսը կա։ Հիմքերը մի փոքր հեռվից են գալիս, բայց շատ բացատրելի են։ Հիմնական պատճառը դա ֆինանսական կողմն է, որովհետեւ եթե համատենք, ասենք, աշխատանք եւ ֆինանսներ կամ շահույթ, հա, տանջանք, չարչարանք եւ եկամուտ, ապա իհարկե էսթետիկ վիրաբուժության մեջ այս փոխհարաբերությունը իօգուտ եկամուտի է, այո, բայց մենք հաճախ ասում ենք, որ ցանկացած էսթետիկ վիրահատություն դա նախ եւ առաջ վերականգնողական վիրահատություն է, որովհետեւ եթե նույնիսկ ֆունկցիա չենք վերականգնում, ապա արտաքին տեսք ենք վերականգնում, սա վերականգնում է, նույնիսկ թե էսթետիկ վիրահատությունը, սա վերականգնողական վիրահատություն է վերջի։ Եվ պահանջում է լուրջ գիտելիքներ, լուրջ փորձառություն։ Այսօր շատ լայն տարածում է ստացել էսթետիկ բժշկությունը, դրանք ներարկումային տեխնոլոգիաներն են, բոտուլինոտոքսին, ֆիլերներ, որոնք էլի բավականին արագ ու համատաբար հեշտ հնարավորություն են տալիս գեղեցիկ էսթետիկ արդյունք ստանալ։ Նրանք համեմատաբար ավելի հեշտ են, համեմատաբար կրկնում եմ։ Ծավալուն վերականգնողական վիրահատությունները պահանջում են լուրջ պատրաստվածություն, ասենք ուռուցքների հեռացումից հետո հյուսվածքների վերականգնումները, հյուսվածքների տեղափոխությունները, տրանսպլանտացիան, հա, կոչված։ Նրանք ավելի թիմային աշխատանք են, թիմային մոտեցում են պահանջում են լուրջ հագեցվածություն։ Նրանք այդ մեծ ծավալի վիրահատությունները պահանջում են լուրջ կլինիկաներ, որտեղ բոլոր ծառայությունները իրենց տեղում են գտնվում։ Այստեղ անհատիկ, որպես վիրաբույժի, որպես անհատի դերը ավելի պետք է նայել ամբողջ թիմի կառուցվածքի մեջ։ Փոքրիկ մինչամությունները դրանք արդեն ավելի, այսպես, կարծես կամերային լինեն, էլի, հա։ Կամերային երաժշտության պես, կարելի է փոքրիկ կլինիկայում տեղային ազգայնացման տակ կատարել այդ միջամտությունները։ Սրանք մեծ խնդիրներ են, ամբողջ աշխարհում գոյություն ունեն։ Նույն հիվանդությունները կան ամենուրեք, բոլոր եվրոպական մեծ երկրները զարգացած ամբողջ աշխարհում նույնն է խնդիրը։ Երբեմն սրա լուծումը պահանջում է շատ ավելի համակարգային մոտեցում, որը վերաբերվում է եւ, ասենք, օրենսդրական դաշտին եւ նախարարության խնդիրներին եւ սեփականատերերի, կլինիկաների սեփականատերերի եւ ղեկավարների մոտեցումը խնդիրը մեծ է իրականում, բայց փորձում ենք այսպես ուղղակի մենք պետք է մի բան հիշենք, որ մենք պատերազմող երկիր ենք եւ ես վարատ եմ ախենում, որ դեռևս այդ խնդիրը վերջնականապես լուծված չի, մենք պետք է ունենանք պատրաստված ռազմական բժիշկներ։ Սա շատ կարևոր հարց է, որը նույնպես պահանջում է համակարգային մոտեցում։ Այդ որ ասում եք ռազմական բժիշկների հետ կապված, ես ռազմական վիրաբուժություն որ անցնում էի համալսանում, մեր դասախոսը իրականում շատ լավն էր, մեր բժիշկ Բեգլարյանը շատ մեծ սիրով բացատրել է ամեն ինչ որ կապված է ռազմական գործի հետ, ինձ իրականում հետաքրքրում է այդ պահը, թե եւ կարգու կանոնը կազմակերպվածությունը ռազմական գործի եւ դրա հետ զուգահեռ նաեւ այն իսկական բժշկությունը ցավոք սրտի, այն որ եթե դու ուզում ես շատ մեծ ինչ որ շատ բան սովորես էլի բժշկությունից, դու այտենց աղետալի իրավիճակների ժամանակ ես սովորում, ցավոք սրտի, բայց այդպես է, աղետների ժամանակ դու շատ մեծ բան հնարավորություն ունես սովորելու բժշկություն ու ցավոք սրտի մենք հիմա պատերազմող երկիր ենք եւ այդ խնդիրը ունենք ու նույնն էլ ինքներ ընդեղ ասում որ մենք պետք է ունենանք այնպիսի
կառուցված այնպիսի վիրաբույժներ պատրաստենք, որ իրանք ամեն պահի կարան դառնան ռազմական վիրաբույժ, այսինքն ցանկացած վիրաբույժ ինքը պետք է իր մտքում ունենա այն փաստը, որ երբ պետք եղավ, ես կդառնամ ռազմական վիրաբույժ ու ես ցանկացած իրավիճակում պետք է կարողանամ եւ թիմային աշխատանքը ճիշտ կազմակերպեմ որպես բժիշկ, ամեն դեպքում պատասխանատվությունը ավելի շատ իմ վրա է եւ մյուս կողմից ես պետք է կարողանամ տիրապետեմ այդ պրոցեդուրաներին ու որ խոսում ենք ինքը առաջարկում էր ասում էր որ ամեն ոնց որ բժշկի ինչ որ տարվա ընթացքում կամ 2 տարին մեկ գոնե հնարավորություն տանք, որ ինքը վերապատրաստվի այդ գործի մեջ։ Այսինքն հիմա ինքը դարձել է ընդհանուր վիրաբույժ, բայց մենք ինչ որ մի իր ակրեդիտացիայի հետ կապված եւ այլն, ինչ որ մի ձև ներդնենք, որ կարողանանք իրան հիշեցնենք, որ դու այս ամեն ինչի մեջ ես, դու ամեն պահի պատերազմի մեջ ես ու կարող ես ոնց որ նման խնդրի բախվել։ Ու ինչը որ դուք բարձրաձայնում եք, շատ կարեւոր է, ես էլ եմ կարեւոր համարում, որ ինչքան հնարավոր է շատ մենք պատրաստ լինենք այդ ամեն ինչին, էլի, որովհետև եթե պատրաստ ես պատերազմին, քո համար ավելի հեշտ է, ցավ, ճիշտ է, ոչ մեկս չենք ուզում, բայց ոնց որ պետք է ընդունենք, որ պետք է պատրաստվենք, էլի այդ ամեն ինչին։ Երբ որ պատրաստ ես, այդ համակարգերը լավ աշխատում են, ավելի հեշտ է այդ ամեն ինչը իրականացնել։ Ես ձեր ուսուցչի հետ լիարժեք համաձայն եմ, շատ ճիշտ է դա։ Պատմությունը ցույց տվեց, որ կատակլիզմների պատերազմների, տեխնոգեն աղետների ժամանակ քաղաքացիական եւ ռազմական բժշկություն պետք է դառնան մի ամբողջություն։ Դա պետք է լինի շատ արագ, օպերատիվ ձևով կազմակերպվի եւ առաջին օգնություն ցուցաբերել ու կյանքեր փրկել, դա շատ կարեւոր է։ Մասսական ընդհանրության ժամանակ վիրավորների կամ տուժածների շատ կարեւոր է ճիշտ բաշխել հիվանդներին ըստ ծանրության աստիճանի, ըստ վնասվածքի տեսակի, իրենց ճիշտ ուղղությամբ տանել, որպեսզի կյանքեր փրկվեն։ Այսինքն կյանքեր փրկելը դառնում է նման իրավիճակներում չափազանց կարևոր։ Սա մի քիչ կարող է վատ հնչի, կարող է մի քիչ այսպես, բայց ռազմական բժշկությունը ունի իր օրենքները եւ ամեն ինչի հիմքում այսպես, անկյունակարը դա կյանքեր փրկելն է։ Ուստի մենք պետք է կարողանանք ոչ միայն որպես բժիշկներ դա անել, ապա նաև պետք է կարողանանք ճիշտ ու արագ կազմակերպվել։ Հասկանում եք, պատերազմները դա հստակ այսպես ջրերես են բարձրացնում բոլոր այն խնդիրները, ինչու՞ չէ նաև թերությունները, որոնք մենք խաղաղ պայմաններում չենք զգում։ Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդպիսի իրավիճակների։ Դա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, օրինակ բուժ հիմնարկներին, հոսպիտալներին կամ հիվանդանոցներին։ Այսօր 20, 30, 40 կիլոմետր տարածությունից շատ հեշտ կարելի է խոցել ցանկացած, ասենք, օբյեկտ, չէ՞։ Դա նշանակում է, որ հիվանդանոցները պետք է ունենան նկուղային հարկեր, որոնք 1 ժամվա ընթացքում պետք է վերակազմակերպեն որպես ստացիոնար բաժանմունքներ։ Կարևոր է, չափազանց, շատ կարևոր հարցեր են սրանք։ Եվ սա ոչ միայն բժշկությանն է վերաբերում, ամբողջ ինֆրաստրուկտուրան, տրանսպորտը, սնունդը, մատակարարումը, ամեն ինչը պետք է ճիշտ ժամանակին շատ արագ կարողանա։ Մենք գիտեք, ասենք վերջի պատերազմի ժամանակ միշտ խոսում է բժիշկների մասին, մեր հերոսների մասին, բայց ասենք շատ վարորդներ իրենց կյանքը վտանգի ենթարկելով գնացել թիկունքից մարտի դաշտից հիվանդներ են տեղափոխ։ Նրանց մասին չի խոսվում, չէ՞։ Հա, ճիշտ եք ասում։ Շատ մարդիկ իրենք կամավոր առանց որևիցե մեկին տեղյակ պահելու սնունդով, ջրով, ամեն ինչով կարողացել են օգնել նպաստել, սա արդեն ազգի միասնության մասին է խոսում։ Այդպես իրավիճակներում մենք հայերս շատ արագ կարողանում ենք միաբանվել, ցավոք սրտի խաղաղ ժամանակ չի ստացվում։ Այդ որ ասում եք խաղաղ ժամանակ չի ստացվում, ոնց որ նույնն էլ կարծում եմ բժշկության մեջ է, էլի, ինչքան ոնց որ մենք այդ իրավիճակների մեջ քիչ ենք լինում, այնքան ավելի շատ սկսում ենք մտածել, որ դες գնանք թեթև 9-ից 6-ը մեր գործը անենք եւ ոնց որ փող աշխատենք
Գանք ապրենք մեր կարիքները բավարարենք, ապրենք, ցավոք սրտի ես տենց եմ մտածում, որ դա նաև մտնում է բժշկության առօրյա բժշկության մեջ, երբ որ դու խաղաղ պայմաններում սկսում ես աշխատել, այն պայմանները, որ կարա լինի, բան ֆորս մաժորային իրավիճակները, որ կարա լինի, դու քո մտքից սկսում ես հանել ավտոմատիկ, որտեվ նո հիմա գործ ենք անում, հիվանդներ են եւ այլն, բայց կարծում եմ այդ առաջնահերթ այդ պետքա լինի մտքում ամեն դեպքում։ Եթե ինչ ուզում ես արա, ինչ մասնագետել ուզում ես դարձի, բայց քո մտքում այդ ամեն ինչը պետքա լինի։ Ես տենց եմ մտածում, որ ամեն պահի պատրաստ լինել այդ իրավիճակներին դա շատ կարևոր է ու ես էլ եմ համաձայն ու նաև կարծում եմ դրա համար էլի որ մենք խաղաղ իրավիճակներում սկսում ենք բան անել մոռանալ դրա մասին նաև կարող է դա որ բերում է որ մեր միկրովիրաբուժությունը քիչ ավելի սկսում է հետ գնալ էլի որ դու մենակ փող աշխատենք Գիտեք շատ կարևոր է նաև ճիշտ կազմակերպել աշխատանքը Հա, բժիշկները միշտ էլ շատ արագ կարձագանք են, բժաշխատողները միշտ էլ շատ օպերատիվ աշխատել են եւ պատերազմների եւ ընդհանուր ժամանակ կոവിഡ്ի ժամանակ, հա։ Գիտեք, նվիրյալների պես ոչ մի բժաշխատող հերու չմնաց այդ աշխատանքից, այդ ծանրաբեռնվածությունից։ Մեր հիվանդանոցում բուժքույրեր կային, որոնք 2, 3, 4 օրով տուն չէին գնում, որտեվ մյուս բժիշկներ կային, որոնք օրերով, շաբաթներով տուն չէին գնում, որովհետև մյուսները հիվանդ էին եւ փոխարինողները քիչ էին։ Նույնիսկ մեկ հոգուց չեմ լսել դժգոհություն կամ ախանեն, էլի։ Բժիշկները ունեն այդ հատկությունը, միանշանակ, սա կարծես իրենք դա ստանում են իրենց կրթվելու եւ պրակտիկ աշխատանքի ընթացքում, որտեվ իրենք շատ լավ գիտեն, որ իրենք պետք են մարդկանց։ Դրա համար այստեղ շատ կարևոր է ճիշտ կազմակերպել բժշկի աշխատանքը, այսինքն դա վերաբերվում է եւ ադմինիստրատիվ աշխատողներին եւ ասենք թե արտակարգ իրավիճակների մենեջերներին, հա, սրանք լուրջ մասնագիտություններ են, որպեսզի բոլոր ռեսուրսները եւ մասնագիտական եւ մարդկային եւ նյութական օպերատիվ եւ շատ արագ ճիշտ դրվեն գործի մեջ ընթացք ստանա այս ամեն ինչը այսինքն ամեն մարդ պետք է ունենք որտեղ պետք է գտնվի ամեն մարդ պետք է հոյակապ իմանա թե ինչ աշխատանք պետք է անի որտեղից ուր տանի կամ հասկանում եք այսինքն վերջի պատերազմի ժամանակ մենք բազմաթիվ մարդիկ էին գալիս հիվանդանոց խնդրելով մի բան տվեք անենք ինչով օգնենք քույր ու եղբայր էին եկել Ֆրանսիայից հայեր էին հա ասում էին մենք կգանք հիվանդների ոդկը կբռնենք դուք վիրակապեք ցույց կտակ հագնենք համազգեստը մտնենք հա սա մեր ազգին շատ բնորոշ հատկանիշ բայց նույն ձևով պետք է լինենք նաև խաղաղ ժամանակ որպեսզի երկիր կառուցենք հասկանում եք որպեսզի այսպես քարը քարին դնելով այդ ամբողջ այդ համակարգը ունենանք, որը կաշխատի եւ խաղաղ ժամանակ, եւ էքստրեմալ իրավիճակ, համակարգը պետք է լինի։ Գիտեք, օրինակ, իմ կարծիքով այդ նաեւ անհատների մակարդակով է, էլի մեր ամեն մեկս որպես անհատ, այդ ոնց որ բնավորության գիծը, որ մենք կրում ենք, էլի, ես օրինակ իմ օրինակով կարամ ասեմ, որ երբ որ իմ հոտ ամեն ինչ sense էքստրեմալ, լարված, խառը իրավիճակ է, ես sense ոնց որ միանգամից ոնց որ կազմակերպեմ, հա, լմած հավաքի քեզ իրար վրա ու սկսում ինտենսիվ կերպով բոլոր խնդիրներին լուծում տալ։ Այո։ Լուծվում է խնդիրները, հանգստանում է ու մենք էլ համբալանում ենք, հա։ Եվ խի, ասենք լավ է, էլի արդեն ամեն ինչ լավ է, պետքա պրոստը շարունակես։ Տեմպը թույլատրել ես, շարունակի, պրոստը առաջ գնա, էլի մի կանգնի, բայց ոնց որ հակառակն է լինում, էլի որ միջև այդ ճիպոտը չկա, որ առաջ գնաց, չի լինում, մի քիչ շատ ես դրա ձեռքին տարապում եմ իրականում նաև որ հիմա դասերը օրինակ պետական քննությունների են պատրաստվում հիմա ավարտական, հա, ասենց ինտենսիվ փորձում եմ այդ ամեն ինչ անեմ, եթե ստացվում է որ ես առավոտը դասի եմ գնում, ուրեմն այդ օրը մինչև ժամը 1-ը, 2-ը ես ամբողջ օրը կօգտագործեմ, որ ոչ մի վայրկյան բաց չթողեմ, բայց եթե առավոտ ես նենց ստացվեց որ շաբաթ է եւ ես իրավունք ունեմ քնելու մի քիչ, այդ օրը ամբողջ օրը վարի է գնում Դե ոչինչ, դա երիտասարդ տարիքում բոլորին բնորոշ է, բայց հետո կամաց մարդ դառնում ավելի կազմակերպված, ավելի
սկսում ես թանկ գնահատել քո ժամանակը, ընդ որում ինչքան մեծանում ես, այնքան ավելի գնահատելի է դառնում ամեն րոպեն, ամեն ժամը։ Դա կյանքի օրենք։ Իսկ ձեր մոտ ո՞նց է, դուք ո՞նց եք կարողանում այդ ամեն ինչը կազմակերպել։ Ընտանիքը, աշխատանքը, կրթական գործունեությունը շատ եք էլի բանանում, ոնց եք ձեր մոտ։ Դե գիտեք, առավոտյան ամեն դեպքում օրը սկսվում է Երևանի բժշկական կենտրոնում աշխատելով, որտեվ օրեկան 3, 4, 5, 6 նույնիսկ վիրահատություն կարող է տեղի ունենալ մենակ մեր բաժանմունքում, մեր ծառայության կողմից։ Դա պլանային, դրան եթե գումարենք նաև շտաբ դեպքերը, վնասվածքներ, ինչ որ 24 ժամ աշխատում է ծառայությունը։ Եվ ի շնորհիվ հիվանդանոցի հզորությունների մենք կարողանում ենք կազմակերպել անընդհատ այդ աշխատանքը։ Որից հետո գալիս եմ թորնիկից դպրոցից եմ վերցնում 3-10 ամենահաճելի ժամանակն է շարժման ընթացքում։ Հետո թորնիկից հետ միասին մինչև ժամը 5-ը ունեմ ժամանակ, 1.5 ժամ մոտավորապես, միասին ճաշում ենք միտեղ, այդ ընթացքում զրուցում ենք իրար հետ, մտքեր ենք փոխանակում եւ ես նկատում եմ, որ օրեցօր նա մեծանում է, նույնիսկ իր մտքերը ձևակերպելու ձևից եմ դա նկատում։ Եվ գիտեք, շատ հաճելի է, երբ որ ավելի մեծ տարիքում երկու տարբեր սերնդի ներկայացուցիչներ իրար կողք այսպես մեծանում են, զուգահեռ։ Սա շատ գեղեցիկ է, շատ հաճելի։ Հետո գալիս եմ Դա Վինչի կլինիկա, ժամը 5-ից մինչև երեկոյան 8-9 երբեմն, շատ ինտենսիվ է աշխատանք, հիմնականում այստեղ խորհրդատվություններ են, հիվանդների վիրակապություններ են, ասենք հիվանդանոցում մեծ վիրահատությունից հետո իրեն գալիս են կլինիկա վիրակապությունների կամ փոքրիկ միջամտություններ են, որոնք տեղային ազգայացման տակ են կատարվում եւ հիվանդը կարիք ունի հոսպիտալային բուժման, այսինքն նույն օրը գնում է տուն։ Փոքր միջամտություններ են։ Հետո մոտավորապես ժամը 9-ի կողմերը 9-10-ին երբեմն տուն եմ գալիս, արդեն շատ հոգնած ու շատ սոված։ Ընթրիքից հետո փորձում եմ ինչ-որ բան կարդալ, ինչ-որ բան նայել, փորձում եմ իմ նամակները կարդալ, շատ ինտենսիվ նամակագրական կապի մեջ եմ եւ գոլեգաներիս հետ, եւ ընկերներիս հետ, եւ մեր աշխատակիցների հետ։ Իմ ազատ օրը կիրակին է միակ, որը ես փորձում եմ նվիրեմ ընտանիքիս, երեխաներիս եւ թոռնիկներիս, 3 թոռնիկ ունեմ։ Հիմա եղանակները տաքացավ, Զովունիում մեծ հողամաս ունեմ, տուն ունեմ եւ իմ երեխաներին միշտ ասել եմ, 2 տղա ունեմ, իրանք արդեն մեծ են։ Եվ միշտ ասել եմ, որ ամբողջ շաբաթը ձեզ կիրակին տվեք ինձ, այսինքն կիրակի օրը պլանավորեք այնպես, որ պետք է բոլորով մեր ընտանիքով մեծ իրար հետ ճաշենք։ Ես էլ սիրում եմ պատրաստել տարբեր, այսպես խորոված կամ նման ինչ-որ բաներ եւ փորձեմ իրանց հրապուրեմ, որ անպայման այդ կապը չկտրվի։ Շատ հաճախ խնամինորով ենք նստում այդ սեղանի շուրջ։ Կիրակի օրը փորձում եմ այդ էներգետիկ բալանսս վերականգնել, դրական էմոցիաներով եւ մյուսներին էլ պոզիտիվ պարգևելով։ Հակառակ դեպքում, այսպես կարելի է էներգետիկ տեսակետից սպառվել, ուղղակի 0-ի գնալ եւ նորից երբ երկուշաբթի սկսվում աշխատանքային շաբաթը պետք է անպայման լիցքավորված լինես։ Այո, համաձայն եմ։ Եթե նկատում եք, կյանքը փոխվել է, մարդիկ մի տեսակ ավելի չոր են դարձել, չէ, ավելի, որը լավ չի։ Շատ կարևոր է այդ մարդկային շփումը։ Ինչով ենք մենք տարբերվում արհեստական ինտելեկտից կամ ինչ-որ կոմպյուտերային ծրագրերից, որ էմոցիաներ ունենք։ Հասկանում եք։ Միգուցե մեր ուղղի արդյունավետությունը չի հասնի այդ ծրագրերի արդյունավետության ու աշխատանքի արագությանը, բայց մենք էմոցիաներ ունենք, որ այդ ծրագիրը չունի, ռոբոտը չունի։ Ռոբոտին պետք չի ոչ գլխի շոյել, ոչ էլ ասենք անեկդոտ պատմել։ Ինքը ոնց աշխատում է, այդպես էլ կաշխատի, բայց մարդ ենք, չէ՞, վերջապես մեզ համար շատ կարևոր է այդ էներգետիկ փոխանակությունը, այդ էմոցիաները, այդ ժպիտները,
մի քաղցր խոսքը, չէ։ Հա, համաձայն եմ։ Բայց գիտեք, չես chat GPT-ին արհեստական բանականության վերջերս դեպրեսիայի մեջ հանգել, որովհետեւ մարդիկ իրաց դեպրեսիվ մտքեր այնքան են գրել, Այո։ ասում են դեպրեսիայի մեջ հանգել։ Ես դες հետ լրիվ համաձայն եմ, եւ ցավոք մեր ժամանակը քիչ է, թե չէ մենք շատ հետաքրքիր է ձեզ լսելը եւ ուղղակի հիմա պետքա փակեմ արդեն հաղորդումը եւ մեր ավանդական հարցն եմ տալիս բոլորին եւ ձեզ էլ կուզեմ տամ ինչ կանեիք եթե հետ գնայիք 6-րդ կուրս հանդիպեիք Արմեն Հովհաննիսյանին երիտասարդ եւ ինչ խորհուրդ կտայիք իրան ինչը փոխի ինչը թողի նույն կամ ինչն է որ կարելի է ուրիշ ձև անել Դժվար է հարցին միանգամից պատասխանել։ Գիտեք, կարծում եմ, որ ես իմ գիտակցական կյանքում միշտ առաջնորդվել եմ իմ համոզմունքներով։ Ունեցել եմ իդեալներ, հարգել եմ մեծերին եւ փորձել եմ առաջնորդվել եւ քայլեր անել ոչ թե ռոպեական ինչ-որ կամ այսպես թեթև, հա, մակերեսային հրապուրանքներով կամ որոշումներով ոչ մտածել եմ, լուրջ քայլեր անելիս, պլանավորել եմ, երբեմն եղել է որ սխալվել եմ նաև։ Այնպես որ խորհուրդս կարծում եմ կլիներ, ինչում համոզված ես, ինչը որ սրտովդ է, ինչը որ քո համոզմունքին խեղճին չի հակասում, այ այդպես էլ ապրի, որտեղ այդպես էլ կարծես թե ապրել եմ էլի։ Շատ շնորհակալություն ձեզ շատ հաճելի զրույցի համար։ Նմանապես։ Հուսամ դուք դեռ շատ երկար կշարունակեք մեզ որպես ավակ ուսուցիչ լինել մեր կողքին ու մեր ձեր իմաստություններով մշտապես մեզ հետ կիսվել, իսկ մեզ համար էլ մեծ պատիվ է ինձ համար կոնկրետ նախ ձեզ հետ զրուցել հիմա, եւ երկրորդը կարծում եմ ովքեր որ ձեր աշակերտներ են մշտապես հպարտանալու եւ հիացմունքի առիթ ունեն ամեն օր, տեսնելով թե նման ուսուցիչը ինչպես է ինքը մշտապես էնտուզիազմով ու դրական էմոցիաներով լի ցանկանում եմ որ միշտ մինչև վերջին պահը կյանքի այդ ամեն ինչը պահեք ձեզ մեջ որովհետև դա ամենակարևոր մարդկային հատկանիշն է որ կա ու ձեր մեջ կա եւ դա շատ կարևոր շատ գեղեցիկ է շնորհակալություն ձեզ Ես էլ եմ շնորհակալ նախ հրավերքի համար եւ երկրորդը որ ստիպեցի այսքան անկեղծանալ վաղուց այսպես չէ անկեղծացել մանավանդ կամերաների առջև ամեն դեպքում շատ եմ սիրում իմ երիտասարդ գոլեգաներին, իմ աշակերտներին, հպարտանում եմ իրենցով եւ գիտեք, այսպես մի ոգևորություն եմ զգում, երբ տեսնում եմ իրենք էլ սիրում են գալ ցույց տալ, այդ նույնն էլ ես եմ, ես իմ երբ ղեկավարս եկավ Երևան 10 տարի չէինք հանդիպել, ես ուզում էի ցույց տայի թե շերջան, տես ինչ վիրահատություններ եմ անում, ինքը գիտեք ինչ ասեց, իմաստուն մարդ էր, ասեց գիտես ես տեղյակ եմ դու ինչ ես անում դու ինձ ասա քանի աշակերտ ես տվել պատկերացնում եք չէ ինչ իմաստություն կա այդ հարցի մեջ այ ես այդ օրը հասկացա որ այդպես պետք է ապրեմ որտեվ մենք բոլորս ժամանակավոր ենք այս կյանքում եւ այս կյանքի անընդհատությունը չէ դե սկսած մանկապարտեզից դպրոցից մեզ ով է մարդ մեր ուսուցիչները մենք իրանց ենք չէ պարտական մեր ծանողներին ենք չէ պարտական Այդպես էլ ավելի գիտակից կյանքում, այո, որ քեզ մասնագետ է դարձնում։ Ում շնորհիվ դու ես աշխարհում ես մարդկանց պետք ես։ Բժշկի մասնագիտությունը այդպեսին է, պետք լինել, չէ՞։ Այդ համար ինձ համար շատ կարևոր է այս պերմանենտ process-ը, այս ուսումնական, աշխատանքային, ընկերական, ինչի՞ չէ, բարեկամական, հարազատական Ես չեմ պատկերացնում որ կապտա իմ թորնիկներս լինեին, ասենք, այլ մայրցամաքում եւ ես ինչ որ հեռախոսով էսպես իրանց տնունդը շնորհավորի։ Ես կգժվեի, ես չեմ պատկերացնում։ Այսինքն ինձ համար այդ թորնիկիս որ թռնմաշալակս կամ հանականում իր այդ գզվում ենք, դա կյանքը։ Դա ռեալ կյանքը։ Բոլորիդ մաղթում եմ որ այդպես ապրեք, առողջ ապրեք ուրախ ապրեք ու երջանիկ լինեք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։